Բարավձեզ, մենք հիմա գտնվում ենք Saccoblog.am կայքում։ Ես հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչպես նկարներից պատրաստել գեղեցիկ վիդեո, դրա համար պետք է հետևյալ ծրագիրը։ Այս ծրագիրը ընտրում ենք, այցելում ենք ծրագիրը, այստեղ ընտրում ենք import изображение, սեղմում ենք այստեղ, ընտրում ենք նկարները, եթե ցանկանում ենք ավելի շատ նկարներ ընտրել եւ միանգամից այդքանը ընդգրկել ծրագրի մեջ, մեզ անհրաժեշտ է սեղմած պահել Ctrl սեղմակը եւ ընտրել նկարները ընտրելուց հետո սեղմում ենք import կոճակը, սեղմելուց հետո ես արդեն ընտրել եմ import կոճակը, սեղմելուց հետո մեզ մոտ կբացի այսպիսի ձև նշում ենք, նկարները նշելուց հետո գցում ենք այնտեղ, որտեղ պետք է աշխատանք կատարենք նկարների հետ, նկարները տպված են մեր մոտ եւ մենք պետք է նրանց ինչ-որ էֆեկտներ տանք, որպեսզի նրանք հաջորդաբար փոփոխվելով տեսք ունենան վիդեոյի մեջ։ Դրա համար մենք պետք է տանք այս վիդեո պերեխոտները իրանցից ներկայացնում են այնպիսի էֆեկտներ, որոնք ավելի գեղեցիկ են սարքում մեր նկարների հաջորդականությունը եւ ավելի գեղեցկացնում են նկարների փոփոխությունը։ Այստեղ ընտրում ենք, թե ինչպիսի վիդեո էֆեկտներ մեզ հարկավոր։ Ընտրելուց հետո այսպես դնում ենք նկարների երկու նկարների արանքներում, այստեղ մենք կարող ենք տեսնել ինչպիսի էֆեկտներ կան, էֆեկտները ցույց է տրվում նրա համար, որպեսզի մենք ավելի հստակ իմանանք ինչպիսի էֆեկտ ենք ցանկանում։ Ես այստեղ ցանկանում եմ ընտրել ավելի քան մի քիչ ավելի գեղեցիկ էֆեկտներ։ Մենք ընտրեցինք էֆեկտները եւ պատրաստ է ֆիլմը։ Դրա համար ֆիլմը դիտելու համար սեղմում ենք ամենասկզբում գտնվող նկարի վրա եւ տալիս ենք play կոճակը։ Ֆիլմը ավելի մեծ դիտելու համար մեծացնում ենք էկրան չափսերը եւ դիտում ֆիլմը։ Ֆիլմը դիտելուց հետո եթե դες ցտում է գալիս ֆիլմը, ես հիմա ցույց տամ, թե ինչպես դա գցել ձեր համակարգչի մեջ որպես վիդեոյի ֆորմատով։ Դիտեցինք ֆիլմը եւ իմ պատրաստած ֆիլմը շատ դուր եկավ, այստեղ ֆիլմը գցել համակարգչի մեջ գցելու համար պետք է սեղմենք завершение состояния ֆիլմը, դրանից հետո սեղմենք սահմանենք на կոմպյուտերը, այսինքն կպել համակարգչի մեջ, սեղմելուց հետո մեզ մոտ կբացի այսպիսի մի բան, այստեղ կգնի թե ինչ ենք ուզում դնել ֆիլմի անունը, մենք ես օրինակ ցանկանում եմ դնել այստեղ ցանկանում եմ դնել ինվենտորի անունը, նրանից հետո մենք այստեղ սեղմում ենք, թե որտեղ պետք է տպենք այդ վիդեոն, սեղմած հետո տասենք OK-ից հետո դալի ֆիլմը տպվում է համակարգչի մեջ։ Ֆիլմը տպելուց հետո մտնում ենք այնտեղ, որտեղ ընտրել ֆիլմը վիդեո ֆորմատով։ Հիմա այստեղ կգնա ամբողջ այստեղ ցույց է տալիս, թե ինչքան է հարկավոր սպասել, որպեսզի ֆիլմը ամբողջովին տպվի համակարգչի մեջ։ Այստեղ ցույց է տալիս ինչ է դուք դրել ձեր ֆիլմի անունը, իսկ այստեղ ցույց է տալիս, թե որտեղ եք դուք պատճենել ֆիլմը։ Այստեղ
Վերջացնելուց հետո ձեզ կտամ մի տիշկան այստեղ մեր նույնպես եթե մենք հիմա տանք կատով ֆիլմը կմիանա միանգամից, բայց մենք չենք ուզում, որ ֆիլմը միանգամից միանա, դրանով հանում ենք տիշկան, սեղմում կատով սեղմելով հետո մենք դուրս ենք գալի ծրագրից և տեսնում ենք, որ ֆիլմը ամբողջովին պատրաստ է։ Ֆիլմը պատրաստ է և մենք կարող ենք նա դիտել վիդեո ֆորմատով և վիդեո ֆորմատը այստեղ բոլոր գրքումները արված է և բոլոր Windows-ները կարող են ընդունել այս վիդեոն։ Մենք հիմա կբացի վիդեոն և մենք կդիտենք վիդեոն։ Նաև կարող ենք գնել երաժշտություն կամ ուղղակի երգ բաների հեռուստականության հետ միասին, բայց դա ցույց կտվի մյուս դասընթացում։ Ստեսություն ձեզ։